Այսօր ամբարձյակ, զաչս յուրյաց,
Աստծոյտնից ամեն։ Ալելույա, ալելույա, անցակ մեկ ընտուր և ընջուր և աներս մեզի հանգիստ, ընթերցումը Պողոս Առաքյալի կողմից Եփեսացիներին ուղղված նամակից է։ Այնուհետև զորացեք Տիրոջով և նրա զորության կարողությամբ և Աստծո սպառազինությունը ակեք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ սատանայի ինարքներին, որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ իշխանությունների հետ և պետությունների հետ և այս խավար աշխարհի աշխարհակալների հետ, չար ոգիների հետ, որ երկնքի ներքև են։ Դրա համար առեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրում դեմ կանգնել չարին, և երբ ամեն ինչ կատարեք, հաստատուն կացեք, տեղում պինդ կանգնած, ձեր մեջքերը գոտեպնդած ճշմարտությամբ և հագած արդարության զրահները, ձեր ոտքերը հագած կապած, պատրաստ խաղաղության ավետարանին, և այս բոլորի վրա առեք հավատի վահանը, որով պիտի կարողանալ հանգցնել չարի բոլոր մխացող նետերը, և առեք փրկության սաղավարտը և հոգու սուսերը, որ է Աստծո խոսքը, ամենայն աղոթքներով և աղաչանքներով ամեն ժամ աղոթեցեք հոգով։ Ալելույա, ալելույա, անցեք մեկ ընտուր և ընջուր և աներս մեզի հանգիստ։
կամ էր երբեմն խորժանվոչեր Սուրբ Ոգին կամ Թեոջից երեն կամ հայտներ ու թենեասներին էլ զորքին Աստուծո և կամ Սուրբ Ոգին և թե փոփոխելիք են կամ այլայլելիք, այնպիսի սննզով է կաթողիկ է և առաքելական Սուրբ եկեղեցի։ Իսկ մենք պարավոր է Սուրբ Որոր Աշխան Զավիթյանս, երկիր պագանելով սրբո երոշության և աստվածության, որ և որդո և ոգմին սրբո, այժմ և միշտ և ավիթյան Զավիթերից ամեն։ Երևս խաղությանս Տեր աղաչեցում, Երևս հավատով աղաչեցում և կնտրեցում գիտյավ է Աստուծո և կրճեմ են Եսուս է Քրիստոս է, իջամուս պաշտաման և աղոտից, զիադրանին կմերության արասել, լրից է դերձանի աղաչանացներով, ընկրացիս ընտրվածը սրմիցներով, թոցես անցանսներ, որվեսի վերամեր, աղոտ մեր և կտրված կամենայն ժամ մծեն առաջի մեծի տերության նորա, և նա տացե մեզ միաբան միով հավատով և արտարության վաստակելի գործս բարյաց, զիզողորլությանը շնորհություն ասե վերամեր, դեն ամենակարգ Եսուս է որմեցի։ Այժմ և միշտ և ավիթյան Զավիթերից ամեն, աղաություն ամենեցով։
եւ առավելյալ ամենայն գործով բարության կացուկավոր ծառաջի սրբոս է ամիս Աստուծով եւ գծող զորությունն շնորհ ավոր հայտնության եւ մյուս անգամ գալստյան կյանը մեր եւ կրկին Հիսուսի Քրիստոսի Եզուսե օրեսի Այժմ և իշտ և արիքյան սավիտերից ամեն, հաություն ամենեցուն։ Ողջույն,
նված, և ամարձակապես կոչելով արգելանոսին և ասել.
բարություն մեղած։ Սրբոկուսին Մարիամով և Հովանով մկրճին Ստեփանոսին նախավկային և ամենայն սրբոս և իցի շատակի սուրբ պատարակ Սահաչը Եվ իցի շատակի սուրբ պատարակ Սահաչը
այրապետն ամենայն հայոց, ըստետ կարեգի երկրորդ սրպասնագույն կաթողիկոսը, ես բարեխնամ առաջնորդն արմավի դեմի, ըստետ Սիոն սրպասան արկեպիսկոպոսը, այրե ոտևոր ծնողնիմ, ըստետ Մեսրոպ, սրպասան եպիսկոպոսն, շնորհեցե մեզ ընկերկայն ավուրս, ուղիղ վարդապետության։ Նաև Սանդրապետություն Հայաստան, Արցախ աշխարհ, և ժողովուրդը Սայոց, խորացուցե և պահպանեցե ամայրավը Սնտովանյավ ամենազոր աչոքով, ի շինության, ի խաղաղության և անսասանության։ Աստծո
Այսուհետև զորացեք Տիրոջով և նրա զորության կարողության և Աստուծո սպառազինությունը հագեք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ սատանայի հնարքներին։ Որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ իշխանությունների հետ և պետությունների հետ և այս խավար աշխարհի աշխարհակալների հետ, չար ոգիների հետ, որ երկնքի ներքև են։ Դրա համար արեք Աստուծո սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրում դեմ կանգնել չարին։ Սիրելիներ, սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, 40 մանուկների հիշատակության այս երեկոյին, երբ ավանդաբար նորից միատեղվել ենք այս սուրբ տաճարի ներսում, Պողոս առաքյալը մեզ հրահանգ է տալիս։ Այսուհետև Աստուծո սպառազինությունը հագեք, որպեսզի կարողանաք չար օրերում դեմ կանգնել չարի հնարքներին։ Մեզ համար 40 մանուկների հիշատակության այսօրը դարձել է այլևս նվիրական օր։ Եկել ենք բոլորով սպառազինվելու Աստուծով զորանալու, որպեսզի կարողանանք հոգեպես, մարմնապես, ֆիզիկապես և մտավորապես ուժեղ կանգնել այս աշխարհի վրա։ Վստահ եմ ձեզանից շատերը 40 մանուկների պատմությանը քաջատեղյակ են, թե ինչպես Սեբաստիայում 40 մանուկներ, ովքեր համարձակություն էին ունեցել Հիսուս Քրիստոսին դավանելու, Աստուծո հանդեպ իրենց նվիրումն ու հավատքը, սերն ու ջերմությունը արտահայտելու, հանկարծ բռնվել և սառը լճակն էին նետվել և մահվան դատապարտվել։ Մեկ փրկություն կար իրենց համար այդ օրերին։ Դուրս պիտի գային լճակից, պաշտեին չաստվածներին, ուրանային Քրիստոսին և ֆիզիկական կյանք ունենան։ Բայց իրենք էլ շատ լավ գիտեին, որ Աստուծո սպառազինությունը դեմ է կանգնում ցանկացած պահի չարի հարվածներին և չարի մխացող նետերին։ Եվ այս պատարագի ամբողջ ընթացքին իմ մտքում մեկ հարց կար, որ անընդհատ պտտվում էր իմ առջև։ Արդյոք 40 մանուկները այդ սառը լճակի մեջ, ինչպես որ վարքագիծն է մեզ պատմում, որտեղ սառնությունից իրենց մարմինները բրկվել էին, զգում էին արդյոք լճակի սառնությունը։ Նեղություն պատճառում էր լճակի սառնությունը 40 մանուկներին, չարչարում էր, տանջում էր 40 մանուկներին։ Այս հարցերի փնտրտուքի մեջ մի պահ մտովի այցելեցի մեր պատմությանը, թերթեցի պատմության գրքերը, այո, պատմության մեջ շատ դրվագներ կան, շատ հատվածներ կան, որտեղ մեր հայրենակիցներից շատերը չարչարվել, նեղությունների են ենթարկվել, հանուն հայրենիքի, հանուն ընտանիքի, հանուն ազգի, հանուն պետության, բայց դրանք միայն արձանագրումներն էին մեր անցյալի։ Պատասխանը այնտեղ չէր։ Ես փորձեցի փնտրել այս հարցի պատասխանը գրականության էջերում։ Այո, գրականությունն էլ անդրադարձել էր այս հարցերին, նմանատիպ հարցերին։ Գրականագետները ավելի ճոխ բառերով, ավելի գեղեցիկ պատկերներով նկարագրել են նմանատիպ պատմություններ, բայց պատասխանը այնտեղ չէր։ Պատասխանը թերևս միակ պատասխանը, որ ես գտա, փորձեցի այսօր էլ ձեզ փոխանցել Աստվածաշունչն էր։ Մեր բոլորի սիրելի գիրքը, մեր բոլորի սեփական գիրքը և մեզ բոլորիս ավանդված միակ նվերը այս կյանքում Աստծուց։ Աստվածաշնչի մեջ, Դանիելի մարգարեության մեջ, Դանիել մարգարեն նկարագրում է
նմանատիպ մի գրվակ։ Ասում է Նաբուկոդոնոսոր արքան իր պատկերը, իր ոսկի պատկերն էր հրահանգել ձուլելու, կանգնեցնելու Բաբելոնի աշխարհի մեջ, որպեսզի բոլոր ժողովուրդները գային ու երկրպագեին իրեն արձանում։ Բայց ասում է ահա 3 մանուկներ նման այս 40 մանուկներին, Սեդրակ, Միսակ եւ Աբեդնագով, ովքեր պաշտում էին ճշմարիտ Աստծուն եւ ճշմարիտ Աստծո հանդեպ անսահման հավատ եւ վստահություն ունեին, չցանկացան երկրպագել Նաբուկոդոնոսոր արքայի պատկերին, բռնվեցին եւ նետվեցին կրակի մեջ, որպեսզի այրվեին կրակի մեջ։ Բայց ինչպես Դանիել Մարգարեն է մեզ նորից շարունակում պատմել այս դրվագը, ասում է Աստծո հրեշտակն իջավ այնտեղ եւ ոչ նեղեր, ոչ տրպմեցուցաներ ըզնոսավ, ոչ Սեդրակին, ոչ Միսակին եւ ոչ էլ Աբեդնագովին։ Ուրեմն աշխարհի այս տարերքները ենթարկվում էին Աստծուն։ Ահա հարցերի պատասխանը։ Վստահաբար այդ սառնության մեջ Աստծո հրեշտակն իջել էր 40 մանուկների կողքին եւ ֆիզիկական սառնությունը ընկրկել, հոգրացել, մանրացել եւ ոչինչ էր դարձել հոգեվոր ջերմության մեջ։ Հոգեվորապես 40 մանուկները շատ ջերմ էին, շատ հանգիստ էին եւ Աստծո ավելի զորացած։ Եվ այդ փնտրտուքի մեջ, այս հարցերի պատասխանի փնտրտուքի մեջ մի բան մտովի նորից տեղափոխվեցի այս սուրբ տաճարը, որտեղ մենք բոլորով ենք հավաքված։ Սիրելիներ, այդ հարցի պատասխանը այսօր դուք եք։ Դուք եք, որ եկել եք այստեղ, այս աշխարհի ֆիզիկական հոգնությունն ու ձեր առօրյա աշխատանքի ծանրությունը անտեսած, եկել եք այս տաճարը Աստծով վերազինվելու։ Այս պահին վստահաբար եկեղեցու կողքով անցնող շատ մարդիկ իրենց մտքում նույն հարցը պիտի տան։ Արդյոք այս մարդիկ այստեղ, այս տաճարում չեն ուզում ֆիզիկական հանգստություն ունենան, գնան իրենց աշխատանքից հոգնած, իրենց տները, իրենց տան տակուկ անկյուններում ֆիզիկական խաղաղություն ունենան։ Բայց մենք եկել ենք սիրելիներ հոգևոր խաղաղություն ունենալու, հոգևորապես զինվելու, Աստուծո սպառազինությունը հագնելու եւ Աստուծո վահանը վերցնելու մեր ձեռքերից, որպեսզի վաղը, երբ այս աշխարհի մեջ կքայլենք, հոգևորապես ավելի զորացած, ավելի ամրացած եւ ավելի ուժեղ լինենք։ Եկել ենք Աստուծո սպառազինվելու սիրելիներ, որովհետև հավատում ենք, որ այսօր, այս պահին, մեր միասնական բոլորի աղոթքներով, ինչպես 40 մանուկների վրա Աստուծո լույսն իջավ, լուսեպսակն իջավ իրենց գլուխներին, եկել ենք այն հավատքով, որ մեր այս փոքրիկ զոհաբերությունը, մեր ֆիզիկական մարմնավոր հանգստի զոհաբերությունը պիտի ընդունելի լինի մեր Տիրոջը, եւ Տերը այցելության պիտի գա մեզ։ Ու մեր խնդրանքն է, որպեսզի Տերը իր լուսեպսակը իջեցնի ոչ թե մեր գլուխներին այս պահին, այլ մեր խնդրանքն է, որպեսզի Տերը իր լուսեպսակը եւ ամուր վահանը իջեցնի մեր հայրենիքի վրա, մեր հայրենի սահմանների վրա, մեր հայ ժողովրդի վրա, մեր հայ ազգի վրա, որպեսզի մենք ունենանք իրական խաղաղությունը, Աստծուց տված խաղաղությունը, որովհետև եթե մեր հոգում, մեր սրտում եւ մտքում չունենանք այդ խաղաղությունը, ֆիզիկական խաղաղությունը մեզ հանգստություն չի կարող պարգևել։ Ուրեմն թող Տերը լսի մեր բոլորի աղոթքները եւ 40 մանուկների բարեփոխությամբ իր ջերմությունը, իր հոգատարությունը, իր խնամքը, իր աչի հովանին ուղի դեպի Հայաստան աշխարհը, դեպի մեր սրտերը, մեր ընտանիքները, մեր զավակներին, մեր ծնողներին, մեր ազգի յուրաքանչյուր անդամին, որպեսզի կարողանանք
Աստուծո հետ ապրելով այս աշխարհում, Հայաստան աշխարհում ունենանք իրական խաղաղություն եւ հոգու համեցություն։ Տիրոջ սերը, ողորմությունը եւ խաղաղությունը թող լինեն մեզ հետ այսօր եւ մինչև հավիտյանս։ Գետուրնես, ամացակացային բարբարով անարս բերանս մեր կարտարս կես երկնավորոտար երկեր և ասեն։ Oh
սրբության որիչյարեպից, Աշի միջիմերով, Սարեկյան, Քույր, Սալություն, և կողություն մեղած, Սալմոս ասացեք գարնաշուծոներով, Սալմոս ասացեք ետնավոր տակավորից մերում անմային, որ նստուքար ըսկերով է ական։ Thank you.
սուսացյալս իքես, օրհնյալ է Աստված, Կեցո ժողովուրդս քո եւ օրհնյա ժառանգությունս քո, ըստ լրում են եկեղեցվո քո պահյա։ ամեն, Սրբյա սոսա, որ ողջունեցին սիրովս վայելչություն տան քո, ուզ մեզ փառավորի Աստվածային զորության քո, եւ մի թողուրը սուսացյալս իքես։ ամեն, Ըստ պարգևի ամենայն աշխարհին եկեղեցիած քահանայից, թագավորած Քրիստոնեից եւ զինվորյալ մանկացնոցա եւ ամենայն ժողովրդյանս։ ամեն, Զի ամենայն դուք բարիք եւ ամենայն պարգևը կատարյալ ի վերուստելի շալարիք են, որ ես հայր ու սոր եւ քեզ վայելը փառք իշխանություն եւ պատիվ, այժմ եւ իր եւ ավիտյանս ավիտենից ամեն։ Երիսյան ուրդյալ, այս մետ է մինչև ավետյան, Օրհնյալ է Աստված, Երիսյան ուրդյալ, այս մետ է մինչև, օրհնյալ է Աստված, Երիսյան ուրդյալ, այս մետ է մինչև, Հարավորյալ է Աստված, Եղիցի եւ եղիցի կատարումը նորինած եւ մարգարեից, դու ես Քրիստոս Աստված բկիչ մեր, որ լցես ամենայն հայրական տնօրենությունս քո, ից եւս մեզ, ոսկով ընկով սրբով։ Եվ վստահության սերավաչենցում կնկարգեն զոև օրվյա, օրդություն և բարգոր և որդո և ոգմին սրբո, այժմ և միշտ և ավիտյանը սավիտերից, ամեն։ Սիրելի հավատացյալ ժողովուրդ, բոլորս միասին մասնակցում ենք եկեղեցական փոխանցության տակ։ Օրհնես
Աստներ գեցոյ որմյա Տերորմյա, աղբանի ջերույց սավատացելոս Քրիստոս աստվածներ, Կայա պապանյա և ոսնյա զգսայոս, եկերեցիս Հայաստանյա, աստկացյալ ուկտավոր ժողովուրդս, պրկովանյա սուպ և պատվական խաչի վտկովի խաղամուկյան, Տերկայերևերի և աներևույթ տշնամվույն, արժանավորյա գուտնյան, հարավորելս կեզ, ընթող և ընսրկող գույն, այժմ և միշտ և ամինյանս հավիտերից, Սիրելի հավատացյալ ժողովուրդ, թույլ տվեք, որ մեր Սուրբ Հարության եկեղեցու հավատացյալների անունից խորին շնորհակալություն հայտնել Մայր Աթոռի ով նուսարապետ Հայր Դավիթ Օհանյանին, որի սարգսակական տարիներն այստեղ եղել գեղեցիկ այս պատարագի արարողության մասնակից, Եվ ուրախ ենք այսօր, որպես օծյալ արդեն ավեղա, իր օրդությունը բերեց Սուրբ և անմար պատարագի խորհրդով, նաև ուզում եմ Մայր Աթոռի նուսարապետի օգնական Տեր Հովհաննես քահանային շնորհակալություն հայտնել, որ իմ ավագ որդին է, իր քարոզով լսեց մեր ոգիները և մենք էլ Եվ այդ քարոզի ընթացքում ես մտածում էի, ինչպես Գրիգոր Լուսավորիչ, որ խորհրդիրապում էր, 4 դասի հրեշտակը միշտ այցելում էր իրեն, միշտ այս օրերին ինձ թվացել է, որ 40 մանուկները Տիրոջից իրավունք վերցնելով, հրեշտակների տևելով իջնում են Սուրբ Հարություն այսօրավոր եկեղեցի։ Կես գիշերը քնած են բոլորը, երկինքի դարպասները բաց են, խաղ է ամբողջ էներգետիկ դաշտը այս աշխարհին։ Մանանեի պես այսպես ասես երկինքից մանանա է իջնում այս պահին բոլորիս վրա։ Այդ ցողը, ցողի նման շողերի հետ հրեշտակները գալիս են 40 անգամ և լուսավորում են մեր հոգիները։ 2000 տարի անցել, այս 2000 տարի մեջ նորից մեր սերունդները հիշում են իրենց ապրեցինք իրենցով և ինչպես մենք պետք է գնանք մեր երկրավոր բնականները, իրենք էլ խաղաղված, հանգիստ, բարձրմենք երկնային բնականները։ Շնորհակալություն ենք հայտնում ձեզ այսօր ջան, արժանապատիվ Տեր Հովհաննես քահանա, որ այսօր տեսրեցիք և շատ շնորհակալություն մեր ժողովրդին, որ եկաք, ինչպես Տեր Հովհաննեսն ասաց, եկաք միասին աղոթեցին և մենք էլ անհապեր սպասում ենք ամեն տարի էցի պահոզ և միջինքից հետո գալիս է այս գեղեցիկ հրաշապար օրը տեսրեց և այս ձետերն էլ տանեք ձեր օջախները կերակուրդը պատրաստեք թե հիվանդների հիվանդ տեղերին կսվի այն ինչ որ հավատքով տանեք մնացեք 40 մանկանց բարեխոսություն այն հայտ է Աստված որդի ձեզ բոլորին և այսօր մեր պատանակի կուտրել արաստված կրտուրերմի Մեր այսուրդներ ծանկանանք եկար ուղղական ծանացում, կրնետիկասին, աստուծո կամոտ ավենք մեկին, արացան, ասպար դույսի շողեր հասվելան։